Երկօրյա կոնֆերանս Երևանի բժշկական եւ Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանների գործակցությամբ։ Սրտային անբավարարության գարնանային դպրոցի շրջանակում երկու երկրների մասնագետները քննարկում են համախտանիշի բուժման նորարար մեթոդներն ու մոտեցումները։ Կոնֆերանսն ուղղված է ավագ եւ միջին բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների ամրապնդմանը։ Վերջին տարիներին սրտային անբավարարության բուժման գործընթացում գրեթե ամեն տարի նորությունները այսպես շատ ակնհայտ են համաշխարհային սրտաբանության ոլորտում եւ մենք նույնպես փորձում ենք հետ չմնալ։ Այստեղ հավաքված են կարելի ասել եւ սրտաբաններ եւ ներքին հիվանդությունների ուղղության մասնագետներ, թերապևտներ, բժիշկներ։ Մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև հիվանդության առաջացման ռիսկերի նվազեցման աշխատանքները։ Մագդեբուրգի մեր գործընկերների հետ 18 թվականից մենք աշխատում ենք համալսարանի հետ համաձայնագրի շրջանակներում, այդ ընթացքում բազմաթիվ բժիշկներ վերապատրաստվել են Գերմանիայում եւ այսօր էլ այդ համագործակցությունը ինտենսիվ շարունակվում է հաջողությամբ։ Կարող եմ ասել, որ մեր շրջանավարտների մի մասը, որ այսօր ապրում է եւ աշխատում է Գերմանիայում, ակտիվ ներգրավվածություն ունի եւ նպաստում է այս կրթական ծրագրերին։ Հայ-գերմանական գործակցությունը ստացված եմ համարում, համատեղ աշխատանքները դրական արդյունքներ են տալիս։ Հաճելի է տեսնել այսքան բուժաշխատողներ գարնանային դպրոցում, սա ոչ միայն նրանց հմտությունները զարգացնելու, այլև Հայաստանի եւ Գերմանիայի առողջապահական ոլորտների միջև գործակցությունն ամրապնդելու լավ հնարավորություն է։ Սիրտանոթային հիվանդությունները մահացության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում են առաջին տեղը։ Քրոնիկ համախտանիշը հանգեցնում է մի շարք բարդությունների, մասնավորապես կրճատվում է կյանքի տևողությունը։ Այստեղ վիճակագրությունը հուշում է, որ 70 տարեկանից հետո ամեն 5-րդ մարդ արդեն իսկ ունի սրտային անբավարարություն, որը հանգեցնում է մի շարք հիվանդությունների, հարակից եւ նաեւ հենց սրտի հետ կապված լուրջ խնդիրների, անգամ հանկարծամահության։ Մասնագետները վստահ են, բուժաշխատողների իրազեկումը, նրանց գիտելիքների շարունակական զարգացումը թույլ կտան կանխարգելել սրտային անբավարարության հետևանքով առաջացող խնդիրները։ Արամ Մարանդյան, Արման Թովմասյան, լուրեր։